Ողջույն, երևանցիներ, հարգելի հետևորդներ, Մայր Հայաստան խմբակցությունը քաղաքի տարբեր հատվածներից նորից ողջունում է բոլորին։ Այս պահին մենք գտնվում ենք Բաղրամյան 1 կանգառի հարևանությամբ, կրկին տրանսպորտային ուղևորների վերաբերյալ մեր բոյկոտի քարոզության ակցիան ենք իրականացնում, բայց նախորդ օրերի համեմատ այսօր մենք նաև այլ ասելիք ունենք, պիտի ուրախությամբ ձեզ տեղեկացնեմ, որ երևանցիների 17000 երևանցիների կողմից հավաքված ստորագրության արդյունքում ի հայտ եկած ավագանու որոշման նախագիծը, որով սահմանվում է մեկ ուղևորավարձը 100 դրամ, իսկ միասնական տոմսայինով էլ ավելի մատչելի, այդ նախագիծը մտել է ավագանու օրակարգ եւ վաղը Երևանի ավագանու նիստի ժամանակ կքննարկվի եւ վերստին անդրադարձ կունենանք տրանսպորտային համակարգի գնագոյացման, ուղևորափոխադրման վիճակագրության ու առհասարակ ինչ է կատարվում Երևանի տրանսպորտային համակարգում, իշխանությունները ինչ են առաջարկել, ինչ են առաջարկում, ինչ են փորձում պարտադրել Երևանցում եւ ահա այդ ամենի վերհանումը, քննարկումը, բացահայտումը, պարզաբանումը վաղը կրկին երևանցին կտեսնի Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ընթացքում։ Այս պահին մեր խմբակցության գործընկերները քաղաքի տարբեր մարդաշատ հատվածներում իրականացնում են համանման իրազեկման ակցիաներ, բոյկոտը շարունակվում է եւ բոյկոտը այնքան շոշափելի եւ այնքան ազդեցիկ հետևանք է թողել, որ իշխանությունները անգամից պատրաստվում են օրենսդրություն փոխել, որպեսզի մարդկանց արդեն հարկադրաբար տուգանեն եւ փորձեն ստիպել, որպեսզի մարդիկ վճարեն ցանկացած ուղևորավարձը։ Այնպես որ սիրելի երևանցիներ, ձեր բոյկոտը դարձել է իրականություն։ Բոյկոտեք, հարգելի քաղաքացիներ, վարորդի շնորհակալություն հայտնեք ու մի վճարեք։ Հարգելի քաղաքացիներ, բոյկոտեք, մի վճարեք, մինչև կդառնա 100 դրամ։ Վարորդի շնորհակալություն հայտնեք ու բոյկոտեք։ Սիրելի երևանցիներ, Մայր Հայաստանը կրկին կանգառներում է, մեր գործընկերները այս պահին քաղաքի տարբեր հատվածներից համանման հեռարձակումներ եւ իրազեկման ակցիաներ են իրականացնում։ Բոյկոտեք, հարգելի քաղաքացիներ, վարորդի շնորհակալություն հայտնեք ու մի վճարեք։ Այս քաղաքային իշխանությունները վերջին, չգիտեմ, 1-2 ամիսը մախացը փորձում են պարկում թաքցնել եւ պիտի ասեմ, որ նաեւ այդ հայտնի ձայնագրությունները, որ արտահոսք եղավ, որտեղ հավաքականների այդ շարժակազմերի ղեկավարները անպարկեշտ եւ գռեհիկ ձևով էին արտահայտում երևանցիների մասին, դրանց վերաբերյալ պահպանեցին քար լռություն, ինչ ասեն, չէին կարող հերքել, ու ստացվեց, որ այն անտակտ ու գռեհիկ վիրավորական որակումները, որոնք հեռարձակվում են, այսպես ասեմ, տարբեր իշխանավորների հետ կապ ունեցող շրջանակներից, ահա այդ տոնայնությունը շարունակվեց տրանսպորտային համակարգի կողմից, էլ մի քշեք, էլ մեջտեղի ու հետևի դռները մի բացեք, քաղաքացիներին ասեք, որ եթե չվճարեն, չեք վարելու մեքենան, կոնֆլիկտներ, ստրես, նյարդայնություն, մարդկանց բաժանեցին երկու հատվածների, նաև վարորդների վարձատրության հետ կապված կան խնդիրներ, մեզ ինֆորմացիա հասցրեցին, որ մեծ թվով վարորդներ հրաժարվում են այլևս աշխատել, սկզբում ասեցին ժոնգտոնգ, հետո ճշտվեց ինֆորմացիան, որ ոչ թե ժոնգտոնգ, այլ հայգերի,
վարորդներն են դժգոհ, քանի որ խոստացված ժամավճարը եւ հավելավճարը քաղաքային իշխանությունները փորձում են չվճարել ու առասարակ տրանսպորտային համակարգը շարունակաբար գտնվում է ցնցումների մեջ, այդ չեմ խոսում եմ ասի, որ առավոտյան եւ երեկոյան ժամերին ուղղակիորեն շատերը հարկադրված են կանգառում 1-2 ավտոբուս բաց թողնել, որպեսզի կարողանան երթևեկել, որպեսզի կարողանան մի կետ գոնե տեղավորվեն։ Իսկ քաղաքային իշխանությունները սկանդալի հետևից, ձերբակալության հետևից արտահոսքեր, բացահայտումներ, անիվի հետ կապված նորանոր փաստեր եւ տեղեկատվություններ, բայց շարունակում են իրենց ցինիկ եւ դեմագոգիկ վարքագիծը ու պիտի ասեմ, որ երևանցիները ըստ արժանավույն, իհարկե ճակերտների մեջ, ըստ արժանավույն կգնահատեն նմանօրինակ խայտառակ իշխանությունների գոյությունը եւ ես ուզում եմ առանձնահատուկ դիմել նաեւ մեր գյումրեցի հայրենակիցներին, տեսեք Երևանը, տեսեք Երևանի հետ ոնց են վարվում եւ հետեւություններ արեք, թե ինչպիսի ինչ որակի, ինչ մակարդակի կառավարման են ընդունակ ԿՊ-ական կադրերը։ Նայեք Երևանը, պատկերացրեք Գյումրի, եթե անկարծ Աստված մի արածցե Գյումրին որևիցե կերպ թույլ տա, որ ԿՊ-ն այնտեղ գա իշխանության։ Բոյկոտեք մինչև կդառնա 100 դրամ, վաղվան նիստին քննարկվելու է 100 դրամը։ Վարորդին շնորհակալություն այդտեղ ու անվճար երթևեկեք։ Արգելի քաղաքացիներ, բոյկոտը յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է եւ այդ դատարկ ու անհեթեթ թեզերը, որ իսկ կա մի ծառայություն, որը անվճար է, խանութից հաց է կառնում եւ այլն, տիկնակ եւ պարոնակ այդ դեմագոգիայի վերջը տվեք, սա համայնքային ծառայություն է, սա մասնավոր ծառայություն չէ եւ պետությունը այո, պարտավոր է սոցիալապես պատասխանատու գտնվել եւ ելակետ ընդունել առաջին հերթին այն թե արդյոք բնակչության եկամուտները ավելացել են թե ոչ։ Իսկ բնակչության եկամուտները ակնհայտ է, որ չեն ավելացել են տեղական տուրքերը, հարկերի տոկոսադրույքները, նաեւ տրանսպորտի ուղևորը եւ այն թոշակառուն, որ 50 դրամով օգտվում էր տրոլեյբուսից, ով ստանում էր, ասենք օրինակ 39000 դրամ թոշակ, հետագայում որպեսզի օգտվի նույն տրոլեյբուսից հարկադրված է լինելու վճարել եռապատիկը եւ ամեն անգամ 50-ի փոխարեն 150 դրամ վճարելով նա գումար է տնտեսելու իր հանապազօրյա հացից։ Հիմա մարդիկ չեն կարող կիսասոված մնալ, որպեսզի վճարեն ուղևորավարձը ավելի թանկ, որովհետեւ ինչ է թե իշխանություն կոչվածները չունեն բավականաչափ հմտություն կամ դեռ մի բան էլ իրենք հովանավորն են ու պարտակողն են ստվերի ու կոռուպցիայի։ Վերստին ուզում եմ հիշեցնել, որ վաղը կայանալի կավականուն նիստին օրակարգում լինելու է 17000 երևանցիների ստորագրությամբ ձևավորված ավականու որոշման նախագիծը, որը հանձնվելու է քաղաքային ավականու դատին եւ երևանցիների ստորագրությունների ուժով տրանսպորտային ահայս ողջ պատմությունը վերստի դառնալու է քննարկման առարկա, բայց ավականին քաղաքական ուժերը որքան էլ որ լինեն ակտիվ, որքան էլ քաղաքական ուժերը եւ ավական լինեն ակտիվ եւ նախաձեռնող, առանց քաղաքացիների ակտիվ մասնակցության եւ աջակցության ոչ բոյկոտը, ոչ էլ 100 դրամը չեն հաջողի, այնպես որ սիրելի քաղաքացիներ յուրաքանչյուրը, ովքեր որ գտնում են, որ տրանսպորտային ահա այս թանկացումները պետք է շարունակաբար բոյկոտել, յուրաքանչյուրը իր պատկերացումով, իր ամենօրյա գործունեության մեջ պետք է դիմի այդ գործիքին։
Մենք հիմա փորձենք տեղափոխվել Բաղրամյան 1-ից Մաշտոցի պողոտայի ոչ պակաս մարդաշատ կանգար։ Հարգելի երևանցիներ, Երևանում գարուն է, Երևանյան ահա այս ջինջ եւ խաղաղ երկինքը բոլորիս պետք է ներարկի ուժ, եռանդ, հետևողականություն, աննահանջ վարքագիծ, որպեսզի բոլորս մեր սիրելի քաղաքում, մեր մայրաքաղաքում յուրաքանչյուր կարևոր հարցի վերաբերյալ լինենք ներգրաված, մասնակից, մեր տեսակետների մեջ լինենք անբռնազբոս, մեր պատասխանատվության չափը գիտակցենք, ներգրավվենք հանրային պրոցեսների մեջ եւ մեր ձայնը հնչեցնենք։ Ժորժա, բոյկոտեք, մի վճարեք։ Ինչեւ նորից կդառնա 100 դրամ։ Վարորդին շնորհակալություն հայտնեք ու բոյկոտեք։ Բոյկոտը ձեր սահմանադրական իրավունքն է։ Նստեք, հանգիստ այդտեղից է նստեք։ Մի վճարեք, մինչև վաղվա նախագծում 100 դրամ չդառնա։ Այս պահին մեր գործընկերները քաղաքի տարբեր բանուկ հատվածներում են։ Մենք իրականացնում ենք բոյկոտի քարոզությունը վերստին։ Մեզ շատ են գրում, նաև եղեք ես քաղաքի հատվածում, այն հատվածում փորձում ենք առավելագույնս արձագանքել։ Բոյկոտի շատ մասնակիցներ կարելի ասել կարոտում են մեզ, մենք էլ իրենց, բայց պիտի առանձնահատուկ ընդգծենք, որ բոյկոտի որպես լիցքավորում իհարկե մեր ներկայությունը էական դեր է խաղում, բայց պետք չէ պայմանավորել ավականու անդամների կամ բոյկոտի մասնակիցների, այլ մասնակիցների քարոզչական գործունեությամբ յուրաքանչյուրը իր ներողություն, մի պահ կապի խափանում տեղի ունեցավ, յուրաքանչյուրը իր պատասխանատվության չափն ունի, իր ստանձնած իր պատասխանատվության չափով, իր ստանձնած իրավունքների չափով պետք է պայքարի ու այդ առումով այո, մենք ունենք շատ առողջ հասարակության էլեմենտներ։ Հարգելի քաղաքացիներ, բոյկոտեք, մի վճարեք։ Մի վճարեք, մինչև վաղվա նիստում հետ չվերադառնաք։ Վարորդին հայտնեք շնորհակալություն, անվճար երթևեք եք, մինչև վաղվա ավականու նիստում նորից կքննարկվի հարցը։ Այո, հարգելի Արայք Դանիելյան, նաև պիտի ընդգծենք, որ բոյկոտը այնքանով կայացած եւ անհերքելի է, որ իրենք հարկադրված գնալու են միանգամից 3 օրենք են փոխելու, որպեսզի գործիք ունենան, որպեսզի մարդկանց կարողանան տուգանել, ու այն իշխանությունը, որի պարա գլուխը ասում էր քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բարձր որ ԿՊ-ական իշխանության համար քաղաքացին հենց տուգանքի մատերիալ է, եւ այդ ճակերտավոր սիրո եւ համերաշխության իշխանությունը այժմ ունի այլ տարբերակ, քան տուգանքների սպառնալիքով մարդկանց հարկադրեն, որ վճարեն այդ թանկացած ուղևորավարձը։ Նստեք եւ անվճար երթևեք եք, մինչև վաղվա նիստում քննարկվի այդ նախագիծը։ Ասեք թող բացեն, էլի։ Դա բացեք դուռը։ Մեջտեղի դուռը բացեք, հա՞ միան։ Կբացեք դուռը։ Այո։ Այսինքն ինչին եք սպասում, ինչի՞ չեք բացում մեջտեղի դուռը։ Վարորդների աշխատանքային պայմանագրի մեջ հսկիչի որևիցե իրավասություն չկա։ Այնպես որ վարորդներն էլ շատ դեպքերում կամ տեղի են տալի ղեկավարության ճնշմանը, կամ շատ դեպքերում փորձում են հաջողանալ, բայց վարորդների գերակշիռ մասը
իրենք էլ դժգոհ են թանկացումներից, իրենց ընտանիքների անդամներն են օգտվում այս տրանսպորտից, իրենց աշխատանքային պայմաններից են դժգոհ վարորդները, հետևաբար տարբեր իրավիճակներում վարորդների նմանօրինակ վարքագիծը կրում է ոչ թե օրինաչափության, այլ բացառության բնույթ։ Խնդրում ենք դուք լավ լինեք, շնորհակալություն։ Խնդրում ենք կոնֆլիկտների չգնալ, բոյկոտը մեկ անգամյա քայլ չէ, մեկ օր, մեկ ուղևորափոխադրման քայլ չէ, յուրաքանչյուրիս սոցիալական վարքագծի մի մասը պետք է կազմի։ Ու այդ առումով պիտի ասենք, որ քաղաքացիները իրենց հերթին ամենօրյա պետք է ամեն ինչ անեն, որ այդ ազդանշանը շարունակի հասնել։ Բոյկոտը կայացած փաստ է, այն վիճակագրությունը, որ հրապարակում են ուղևորների վճարման, խոսում է այն մասին, որ քաղաքացիների մի շատ մեծ տոկոսը չի վճարում։ Եվ այո, հարկադրված, էլ վարորդներին հարկադրում են գնալ կոնֆլիկտի, էլ չքշել մեքենաները, էլ տուգանքների նախագծեր են մշակում։ Այդ ամենը խոսում է այն մասին, որ իշխանությունը ուղղակի հարկադրված գնում է ռեպրեսիվ մեթոդաբանության, որպեսզի կարողանա իր որոշումը բիրտ մեթոդներով փաթաթի Երևանցու վզին։ Դա ևս մի սոցիալական ինդիկատոր է, որ այս իշխանությունները իրենց տեղում չեն, եւ քաղաքացին տուգանքի մատերիալ չասելով, հենց իրենք քաղաքացուն տուգանքի մատերիալ են դարձնում։ Դորջան, բոյկոտեք, վարորդին շնորհակալություն, այդտեղ մի վճարեք, մինչև վաղվա հավաքանուն լիստը կկայանա։ Հարգելի հայրենակիցներ, այժմ մենք երևի թե կտեղափոխվենք արդեն դիմացի կանգառը, այս հատվածում մենք կարողանում ենք մեկ ակցիայի շրջանակներում 3 մարդաշատ կանգառում լինել, առավելագույն թվով քաղաքացիների հետ շփվել։ Եվ տրանսպորտային ահա այս ողջ պատմությունը շատ, այսպես ասենք, դեր խմորը այս խմորը շատ ջուր է վերցնելու։ Շատ ու շատ դրվագներով են մարդիկ։ Դեռևս իրենց մաշկի վրա զգալու դե իրականում ինչ զգալի ֆինանսական կորուստներ են ունենալու, հատկապես են ընտանիքները, որոնց կազմից 2-3 տրանսպորտից մշտապես օգտվող մարդ կա։ Ուսեմ, սերի հայրենակիցներ, մենք տեղափոխվեցինք մյուս կանգառահատվածը։ Սերի երևանցիներ, Գարնանային Երևանը տրամադրում է ավելի, այսպես ասենք, եռանդուն, ավելի մոտիվացված հանրային սոցիալական վարքագծի եւ ահա տրանսպորտային համակարգի այս ողջ էպոպեան շարունակելու է լինել Մայր Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Նստեք ու անվճար երթևեք եք։ Ասեք բաց է։ Մեջտեղի դուռը բաց է, հա, շնորհակալություն։
Ժորժ ջան, բոյկոտեք մինչև վաղվա հավաքանում նիստին փորձենք նորից 100 դրամ դարձնել։ Հարգելի հայրենակիցներ, այս պահին տեխնիկական պատճառով ես կդադարեցնեմ իմ հեռարձակումը, բայց մեր գործընկերներից Գևորգ Ստեփանյանի լայվը կշարունակվի, ես ակցիան կշարունակեմ առանց հեռախոսային հեռարձակման մինչ վաղը հավաքանում նիստ, այս պահին այսքանը շնորհակալություն։